Փորձությունն ու մեղքը ամեն դեպքում վերացական իրականություն չեն։ Առնչվում են մեր կյանքի իրականությանը, մշակութային սոցիալական միջավայրին, պատմական համատեքստին են առնչվում, բայց միևնույն ժամանակ առնչվում են այն տարրերին, որ նույն առաքյալը բնորոշում է որպես մթնոլորտում գոյություն ունեցող չար ոգիներ, իշխանություններ, պետություններ, այսինքն ուժեր, որոնք ազդում են մեզ վրա։ Բայց որքան էլ արտաքին աշխարհից ազդեցություններ կան մեզ վրա, այնուամենայնիվ մարտադաշտը մեր ներսում է, որովհետև մենք մեր ներսում ունենք մի պայման իրականություն, որը անդադ մեզ մղում է ինչ-որ մի բան անելու, կատարելու մեր ցանկությունները։ Նոր կտակարանը մեր ներսի այս տրամադրությունը, այս հակվածությունը առնչում է մեր բնությանը և օգտագործում է մի բառ, որը թարգմանվում է մարմին, բայց ըստ էության նշանակում է միս, մսեղեն։ Այսինքն մենք ունենք մի թանձրացական բնութենական վիճակ, որը մեզ մղում է, որ մեր ներսում հակվածություն ունենանք, և այս հակվածությունը եսասիրությունն է, մեր կյանքը ամեն գնով պահելու բուռն ցանկությունը։ Այդ կյանքը ամեն գնով պահելու բուռն ցանկության պատճառով է, որ մենք տենչ ունենք ունեցված կուտակելու, որովհետև ի վերջո կյանքը մենք ինչպես ենք ապրում։ Ապրում ենք նախ և առաջ մեր ամենաառաջնային կարիքները բավարարելով, սնվելով։ Սա է մեզ մղում, որ մենք բավարարենք մեր անմահության ձգտումը, որը մենք տեսնում ենք կյանքի շարունակականության մեջ, որդեծնության մեջ և Աստծո կողմից մեր մեջ դրված այն պարգևները, որոնք մենք անվանում ենք ախորժակ, որոնք մենք անվանում ենք ուրեմն կրքեր, որոնք ըստ էության մեր ձեռքբերումը չէ, մեր կարողություններն են ի ծնե մեր մեջ դրված, բայց որի չափազանցումը, որի չարաշահումը արդեն տանում է մեղքի։ Եվ այս իմաստով այս եսասիրության մղող ուժը որն է։ Ինչու ենք մենք եսասեր, ինչու ենք մենք ամեն գնով, այդ թվում նաև ուրիշներին ժխտելու գնով փորձում մեր կյանքը պահել։ Եբրայեցիների նամակում մի շատ գողտրիկ հատված կա, որ շատ հաճախ անուշադրության ենք մատնում, որտեղ ասվում է, որ Քրիստոս հաղորդակից եղավ մեր մարդկային բնությանը, այսինքն մեր մարդկային պայմանները կիսեց, բաժնեկից դարձավ, արյուն, մարմին, որպեսզի իր մահով մեզ փրկի մահից, բայց շարունակությունն է կարևոր, և ազատագրի բոլոր նրանց, ովքեր մահվան վախից ստրկության մեջ են գտնվում։ Տեսեք, մահվան վախը մեր ամբողջ կյանքի ընթացքում մեզ վրա տիրապետող է։ Եվ սա հին կտակարանում բնորոշվում է որպես վախերի արքա, այսինքն արմատը բոլոր տեսակի վախերի, ինքը մայր վախ է, որից ածանցվում են մեր մյուս վախերը։ Օրինակ, մենք ինչու ենք բարձրությունից վախենում, որովհետև մահվան վախ կա։ Ուրեմն խոշոր հաշվով և ըստ էության մեր վերջնական վախը մեր կյանքը կորցնելն է։ Եվ սա տիրապետում է մեր ամբողջ կյանքում, բերելով տառապանքի, հիվանդությունների, լքվածության, հուսահատության։ Եվ այս վախը մահվան նաև մեզ մղում է, որ մենք մեղք գործենք։ Զարմանալի է։ Մարդը մեղք գործեց, դրանով մահ ժառանգեց,
Եվ հիմա մահվան վախը նաև դառնում է նորից մեղք գործելու պատճառ եւ առիթ։ Եվ այս վախն է, որ մեզ մեր կյանքը պահելը, ուրիշների վրա իշխելը, բարիքների նկատմամբ ագահություն ունենալը, ինչու ենք կուտակում։ Մտածում ենք, չկա մի օր, որ սնունդի պակաս լինի եւ մենք մնանք կարոտ, հացի, ջրի եւ այլն, եւ դրանով վտանգի տակ դնենք մեր կյանքը։ Ինչու ենք ուրիշների վրա իշխում, որպեսզի նախ ունենանք այդ բարիքները եւ բացի դրանից ուրիշները չիշխեն մեզ վրա, ուրիշների մենք նայում ենք որպես հակառակորդ։ Այս եսակենտրոնությունը ուղիղ հակադիր է Աստծո կամքին, որի պատգամն է մեզ ապրել հաղորդության մեջ, հաղորդակցության մեջ, նախ իր հետ, որպես կյանքի ակնաղբյուրի, որից մենք անընդհատ շնորհներ ենք ստանում, զորանալու, կյանքի փորձություններին դիմագրավելու համար, եւ մյուս կողմից մեկս մյուսի հետ հաղորդակցության մեջ լինելու, բաժնեկցության մեջ լինելու, սիրո մեջ լինելու, այս եսակենտրոնությունը, որը բնորոշվում է առանց ուրիշների կամ ուրիշների ժխտմամբ, այս սրա հակաթույնը սերն է ուրիշներով եւ բաժնեկցությամբ։